2015 թվականի հոկտեմբերից հայկական բարեգործական ընդհանուր միության շնորհիվ Թումո ծրագիրը հասանելի դարձավ Արցախի պատանիներին։ Այսօր ավելի քան 800 պատանի Թումոյի խաչախորհուրդ է։ Դասերից հետո շաբաթական 2 անգամ նրանք իրենց ազատ ժամանակը անց են կացնում Թումո կենտրոնում։ Պատանիներն ու աղջիկները հաճույքով են հաճախում կենտրոն, որովհետև այն նրանց հետաքրքրությունների շրջանակում է։ Սեպտեմբերից եմ հաճախում։ Եղել եմ ֆոտոյի դասընթացն անց է կացրել սկզբից Սամվել Բերկիբեկյանը, Երևանից Թումոյի լուսանկարիչը, եւ երկրորդ փուլը արդեն իտալացի հայտնի լրագրող, ֆոտոժուրնալիստ Պիեր Պաոլո Չիտոն է անցկացրել։ Սա թերևս Թումոյից ամենավառ հիշողությունս է, որովհետև այդ 3 շաբաթներն անփոխարինելի են։ Մենք ստացանք այնպիսի մի մեծ պաշար գիտելիքների, այնպիսի մի մեծ փորձ, որն ուղղակի անփոխարինելի է։ Շատ շնորհակալ ենք Թումոյի նման նախաձեռնությունների համար, եւ այս նախաձեռնությունները շարունակական եղան հետագայում։ Նաեւ նախաձեռնվեց ֆիլմերի ստեղծման դասընթաց, հետո դա եւ շարունակական են լինելու, այսինքն լինելու են բազմաթիվ թե ֆոտոյի, թե ֆիլմմեյքինգի եւ թե մնացած բնագավառների դասընթացներ։ Ես Սաբինա Գրիգորյանն եմ, արդեն 5 ամիս է ինչ հաճախում եմ Թումո եւ ինձ այն շատ դուր է գալիս։ Մենք այստեղ ընդլայնում ենք մեր տեղեկատվական գիտելիքները, հիմք է ծառայում մեր ապագայի համար։ Թումո կենտրոնը Ստեփանակերտում գործում է հոկտեմբեր 5-ից ի վեր, 2015 թիվ, ու մենք այժմ ունենք 800-ից ավել աշակերտ ակտիվ։ Հիմնականում, ասեմ, 4 հիմնական ոլորտներ է գործում Թումոյում՝ անիմացիա, ֆիլմի ստեղծում, կայքի մշակում եւ խաղերի ստեղծում։ Ստեփանակերտի Թումոն երեխաների քանակով ավելի փոքր է, բնականաբար Երևանից, քանի բնակչությունը Ստեփանակերտում եւ առհասարակ Արցախում ավելի քիչ է, քան Երևանի շուրջը։ Բայց մենք ապահովում ենք երեխաների նույն վարժանքների մակարդակը, որակը նույնը պահելով, եւ նաեւ իրենց տալիս ենք առիթը մասնակցելու նույն դասընթացներին, ինչը որ Երևանի երեխաներն են մասնակցում։ Կենտրոնը ստեղծված է այն նպատակով, որպեսզի երեխաները ընդլայնեն իրենց աշխարհայացքը։ Մենք ուրեմն տալիս ենք այն առիթները, որ երեխաները գնան ու իրականում գտնեն իրենց սիրած ճյուղերը, հմտությունները, մասնագիտությունները։ Մենք իրենց պարզապես ուղղորդում ենք դեպի այդ ոլորտները եւ հմտությունները։ Բացումից ի վեր Թումոն 12-ից 18 տարեկան հազարավոր հայ պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում, ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից, ինչպես նաեւ իրենց տրամադրության տակ ունենալով վերջին թվային գործիքները, ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը։ Իմ անունը Անի Մանուկյան, ես Թումոյում դասավանդում եմ նկարչություն, ինչպես գիտեն արդեն բոլորը, Թումոյի դասընթացները տևում են 3 ամիս, այսինքն ամեն դասընթաց ունի 3 փուլ։ Կոնկրետ նկարչության 3-րդ փուլի վերջում երեխաները պիտի ունենան ամեն մեկը իրանց նկարած կոմիքսը եւ իրանց նկարած կերպարը բնականաբար, որի շուրջ պտտվում է ամբողջ կոմիքսային պատմությունը։ Առաջին փուլում մենք ստեղծում ենք մեր կերպարին, երեխեքը մտածում են իրանց կերպարի նկարագիրը, ով է ինքը, որ դարաշրջանից է, ինչ արտաքին ունի, քանի տարեկան է, ինչ անունը, ու սկսում ենք ստեղծել, այսինքն ստեղծելու ամբողջ պրոցեսի մի մասը առաջին փուլում է կատարվում։ Երկրորդում արդեն այդ ամբողջի մշակումն է լինում համակարգչի մեջ, համակարգչային մշակում։ Առաջին փուլում բնականաբար սովորում ենք մարդու համաչափություններ, անատոմիա, մի քիչ Photoshop, քանի որ իրանք ամբողջ իրանց գործը կատարում են Photoshop ծրագրի մեջ։ Ավելի մանրամասն գուցե իրանք պատմեն։ Իմ անունը Լուսինե Պողոսյան է, ես ընտրել եմ անիմացիան, քանի որ շատ եմ սիրում նկարել, ինձ դա ավելի մոտ է հոգեպես, որովհետև նկարչության մեջ մարդիկ կարողանում են իրենց մտքեր արտահայտել,
տարբեր նկարներով, նաև տխուր, ուրախ։ Ման Տիգրան Մարգարյանն է, ես հաճախում եմ Թումո, հաճախում եմ մոտավորապես 5 ամիս, ես ընտրել եմ այս փուլը, որովհետև ես ունեմ նկարչության շատ լավ հմուտներ, կարողանում եմ լավ նկարել եւ Թումոն ինձ կօգնի ես լավ ծրագրավորող դառնամ, դրանով սա իմ կյանքի առաջին քայլն է դեպի ապագան։ Ես Թումոյում շատ բաներ եմ սովորել եւ կցանկանամ գիտելիքները շատացնել։ Թումոն հատուկ մշակված ուսումնական հարթակ է, որը նաև գործնական աշխատանքներ է ընդգրկում։ Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև գործնականում։ Ամեն ինչը հնարավորինս պարզացված է, բայց իրանց պարզ ձևով հնարավորինս շատ գիտելիք ենք մենք տալիս։ Հուսամ իրանք էլ հաճույք են ստանում այս ամեն ինչից։ Անձնական շփման մեջ երեխեքի հետ ինձ շատ լավ է։ Շատ նոր բաներ եմ սովորել իրանցից։ Տաղանդավոր են, ոգևորված են, նպատակասլաց են, հատկապես կարող նշեմ հենց տեղի Թումոյի երեխեքի մասին։ Կենտրոնը ստեղծված է այն նպատակով, որպես երեխաները ընդլայնեն իրենց աշխարհայացքը։ Մենք ուրեմն տալիս ենք այն առիթները, որ երեխաները գնան ու իրականում գտնեն իրենց սիրած ճյուղերը, հմտությունները, մասնագիտությունները։ Մենք իրենց պարզապես ուղղորդում ենք դեպի այդ ոլորտները եւ հմտությունները։ Թումոյի 4 հիմնական ոլորտներն են՝ անիմացիան, խաղերի ստեղծումը, կայքերի մշակումն ու ֆիլմերի ստեղծումը։ Կրթական ոլորտների հետ մեկտեղ ուսանողները նաև ծանոթանում են 21-րդ դարի զանազան հմտությունների, ինչպիսիք են 3D մոդելավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը եւ այլն։ Բնականաբար երեխեքը սկսում են կերպարի ստեղծումից, հետո այդ կերպարը կոմիքսի մեջ են օգտագործում, պատմության մեջ են դնում այդ կերպարը։ Կոմիքսը բնականաբար անիմացիայի կարելի ասել անշարժ տեսակն է։ Այսինքն եթե կոմիքսի կադրերի արանքներում էլ կադրեր լցվեն, դառնում է այդ ամենը շարժական անիմացիա։ Ես հորինել եմ մի վամպիր, որը մեր աշխարհում է ապրում 17-րդ դարից։ Նա շատ էր ցանկանում հետևել մարդկանց ու մարդկանց նման մի կյանք ունենալ, այլ ոչ թե հավեր, եւ նա սնվում էր ոչ թե մարդկանցով, այլ կենդանիներով։ Նա չէր սիրում մարդկանց վատություն անել եւ ցանկանում էր մարդկանց իր արարքներով օգնել։ Ստեղծել եմ իմ համար մի աղջիկ, որը զինվոր է, որը ցանկանում է պաշտպանել իր երկիրը, սակայն նրան չեն թույլատրում, քանի որ նա աղջիկ է։ Եվ ասում եմ, որ տղամարդիկ ավելի ուժեղ են, քան աղջիկները։ Եվ նա փորձում է դա բոլորին ցույց տալ, քանի որ նա շատ մեծ կամք ուներ։ Վարվող դասընթացները թարմացվում են, հաճախակի հյուրեր են ունենում, հրավիրյալ մասնագետներ, որոնք այս կամ այն ուղղությամբ լրացուցիչ գիտելիքներ են հաղորդում։ Դրանք անհրաժեշտ են երեխաների ընդհանուր զարգացածության բարձրացման տեսանկյունից։ Հետաքրքիրն այն է, որ հենց մասնագետները ժամանում են արտերկրից եւ իրենց այն մանր գաղտնիքները մեզ հետ կիսվում են։ Արդեն ունեցել ենք մի հատուկ դասընթաց, հրավիրել էինք Իտալիայից մի մասնագետ, Պիեր Պաոլո անունով, որը վարեց լուսանկարչության դասընթաց։ Դրանից հետո ունեցանք Շողիկ անունով երևանցի մի դասընթացավար, որը վարեց ֆիլմի ստեղծումը մեկ այն իմաստով, որ մակարդակը առաջին մակարդակի։ Սրանից հետո ունենալու ենք Երևանից 3 հյուրեր, փոխարեն 2, այսինքն ընդլայնում ենք մեր դասընթացների քանակը։ Հերթական դասընթացները նկարչության ու կայքի ստեղծման ուղղությամբ էին։ Յուրաքանչյուր դասընթաց տևում է 3 ամիս, այն 3 փուլից է բաղկացած։ Յուրաքանչյուր փուլում երեխաները որոշակի ստեղծագործական աշխատանք են իրականացնում։ Կայքի դասընթացների ավարտին օրինակ երեխաները իրենց առաջին կայքերն են ստեղծելու։ Ես Արվյան Արևիկն եմ, վարում եմ կայքերի ստեղծում դասընթացը։ Այս պահին դասընթացի առաջին մակարդակն է։ Դասընթաց ունի եւս 2 մակարդակ, ովքեր որ հաջող ավարտեն առաջին մակարդակը, նրանք արդեն կանցնեն առաջ։ Այս դասընթացի ընթացքում երեխաները սովորում են կայքերի ստեղծման հիմունքները, այսինքն սկզբի համար դեռ HTML, CSS, երկրորդ մակարդակում արդեն նրանք կսովորեն PHP, MySQL եւ այդպես կանցնեն առաջ։
Երեխաները շատ ոգևորված են, շատ ոգևորված են, բոլորը հաճույքով գալիս են ու ընդհանուր այդ ոգևորությունը արդեն ինձ էլ է տրամադրում, որ ես ավելի ոգևորված իրանց վերաբերվեմ։ Ընդհանուր առմամբ բավականին գոհ եմ։ Այս դասընթացի ընթացքում արդեն երեխաները ստեղծելու են իրենց առաջին կայքը, դա իրանից ներկայացնելու է իրենց պորտֆոլիո կայքը։ Երկրորդ մակարդակում արդեն ավելի կխորացնեն, կավելացնեն սերվերային մաս։ Ես Հարութ Հովհաննիսյանս հաճախում եմ Թումո կենտրոն, շատ եմ սիրում զբաղվել։ Ես ընտրել եմ ծրագրավորում դասընթացը, կայքերի ստեղծում դասընթացը, որովհետև ես ուզում եմ ապագայում դառնալ ծրագրավորող։ Ես իմ հասակակիցներից շատերը հաճախում են Թումո կենտրոն, ես շատ հաճույքով եմ հաճախում Թումո, նաև ես բացի կայքերի ստեղծում դասընթացից ընտրել եմ ֆիլմերի ստեղծում դասընթացը։ Ես Լիլիթ Բաբայանն եմ, ես ընտրել եմ կայքերի ստեղծում դասընթացը, քանի որ այն ինձ շատ հետաքրքիր է եւ ապագայում ես ուզում եմ դառնալ ծրագրավորող։ Մասնակցել եմ Պաուլոյի ֆոտոյի workshop-ին, եթե օրինակ ես ուզեմ ֆոտոներ անել եւ ինչ որ կայք ստեղծել, ես կարամ այս դասընթացի օգնությամբ շատ հեշտ ստեղծել կայք, ֆոտոների կայք։ Այս դասընթացի ընթացքում արդեն իրենք կարողանան ստեղծել իրենց առաջի կայքը, իհարկե դա ստատիկ կայք է իրանից ներկայացնում, ընդհանուր HTML-ով ու CSS-ով, բայց դա արդեն առանձին կայք է, որ իրենք արդեն ի վիճակի են ստեղծել։ Ընդհանուր դասընթաց 3 մակարդակներ անցնելու ընթացքում իրանք արդեն ունենում են բոլոր այդ հիմնական անհրաժեշտ գիտելիքները, նախնական գիտելիքները, որպեսզի կարողանան կայքերի ստեղծման ծրագրավորող դառնալ։ Նկարչության դասաժամերին երեխաների ստեղծագործական ունակություններն է խթանվում։ Այս դասընթացներին մասնակցում են այն պատանիները, ովքեր նախընտրում են անիմացիայով զբաղվել։ Ցանկանում եմ անիմատոր դառնալ եւ այս Թումոն ինձ շատ օգնում է, որովհետև ուրիշ ոչ միտեղ ես չեմ կարող դա ավելի լավ սովորել։ Վերջնական նպատակը այն է, որ երեխեքը անիմացիա անեն։ Բայց այսինքն այս փուլի նկարչության փուլին մասնակցելը օրինակ կարա իրանց շանս տա, որ իրանք գնան 3D մոդելավորում սովորեն։ Բոլոր ուղղությունները իրար հետ կապված են։ Օրինակ ստեղծագրության դասընթացին մասնակցելը իրանց օգնում է գնալ ֆիլմ ստեղծելու դասընթացին մասնակցել։ Այսինքն սրանք անմիջական կապված են իրար հետ, պարտադիր չի, որ դու նկարչությունից սկսեցիր ու անպայման կդառնաս անիմատոր կամ կգնաս այդ ուղղությամբ։ Հիմնականում Արցախում նկատել եմ, որ երեխեքը նկարչության հակում ունեն, նկարչական են շատ արագ ընկալում են այն ինչ որ ես իրանց բացատրում եմ ու շատ պատրաստական են ցանկացած իմ խնդրանք արագ անել կամ բացատրածը արագ իրանք նորից նկարեն, տնային աշխատանքները անեն, շատ պարտաճանաչ հակում տեսնում եմ հենց հատկապես տեղի երեխեքի մոտ։ Բնականաբար երեխաներ կան, ովքեր որ մի քիչ ավելի դանդաղ են, մի քիչ հետ են ընկնում ծրագրից։ Գուցե իրանց երկրորդ շանս տրվի, որ իրանք նորից մասնակցեն նկարչության մեկ դասընթացին։ Իհարկե դա տոկոսային ավելի քիչ երեխեք են, ովքեր որ գալիս են նորմալ հաճախականությամբ, չեն բացակայում ու շատիր լսում են իմ տված խորհուրդները, շատ լավ առաջ են գնում։ Դժվար է ասել ինչով է տարբերվում Ստեփանակերտի երեխան Երևանի երեխայից, բայց կարող եմ բնորոշ որոշ կետեր տալ, որը այստեղի երեխան տարբերվում է Երևանից։ Այստեղի երեխաները ունեն ծառավ սովորելու, դա հաստատ, ունեն այն, ասենք, հիմնական հմտությունները, որը կարող են այստեղ կիրառել եւ սրանից հետո արդեն զարգանալ։ Ունեն մինիմալ առնվազն այդ հմտությունները ու ունեն ծառավը, որը այդ երկուսը միացնելով իրար արդեն ես կարծում եմ շատ լավ արդյունքների հասնենք Ստեփանակերտին։ Դասընթացների օգնությամբ երեխաները նաև մասնագիտական կողմնորոշում են կատարում, բացահայտում են իրենց ներուժը։ Մեր զրուցակիցներից շատերն արդեն կողմնորոշվել են՝ ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, անիմացիա, կայքերի ստեղծում, սրանք էին ամենից շատ նշվող այն ոլորտները, որոնց հետ իմ զրուցակիցները կապում են իրենց ապագան։ Մենք ֆիլմերի ստեղծում դասընթացի ժամանակ տարբեր ֆոտոներ կատարեցինք, նաև Բաքում տարբեր տեղեր նկարեցինք եւ դա ինձ կօգնի նաև ապագայում դառնալ պրոդյուսեր։ Հիմա ես դեռևս երկրորդ փուլում եմ, արդեն հիմնականի երրորդ փուլում է լինելու, երբ մենք ընտրելու ենք արդեն մեր
ուղղությունները եւ սկսելու են արդեն այսպես մասնագիտական դասընթացները։ Մենք ֆիլմերի ստեղծում դասընթացում անցել ենք տարբեր պլաններ, եթե նայում եմ կինո, ֆիլմ, շատ ուշադիր նայում եմ այդ պլաններին։ Ես մասնակցել եմ դեռ ֆիլմերի ստեղծման դասընթացին, այն շատ դուր է եկել, բայց ես պետք է ընտրեմ ծրագրավորումը, այն շատ դուր է գալիս, ես փորձել եմ մի քանի վարժանքներ անել, այն ստացվում է։ Ընդհանրապես երեխեքին էլ ես հարցրել եմ, թե իրենք ինչ են ուզում դառնան, ու ովքեր որ գալիս են իմ դասընթացին, նրանց մեծ մասը ցանկանում է դառնալ ծրագրավորող, ու իրենց ողջավորությունից էլ ես նկատում եմ, որ հաստատ հիմնական մասը երեխաների կհասնեն արդյունքի, որովհետև համ շատ հաճույքով սովորում են ու համ էլ իրենց մոտ բավականին լավ ստացվում է։ Մեզ հետ այստեղ վերաբերվում են շատ լավ, շատ պարզ ու ամենահետաքրքիրը այն է, որ գալիս են ուրիշ տեղից օտար մարդիկ ու մեզ օգնում են, ինչ կարողանում են մեզ սովորեցնում են, որպեսզի մենք ավելի լավ իմանանք, կարողանանք ինչ-որ բան անենք։ Նույն շրջապատ ենք ձեռբերում, նոր ընկերների հետ ենք ծանոթանում, շփում առաջանում, շատ հետաքրքիր է եւ Թումոյի լավ գծերից մեկն էլ դա է։ Թումոն երևի զարգացման ինչ որ ասպարեզ է երեխաների համար, շատ հետաքրքիր է ամեն ինչ անցնում։ Թումոն այնպեսի մի հարթակ է, որ քեզ լրիվ ազատություն է տալիս եւ դու կարծես իրագործում ես քո այն թաքուն ցանկությունները, որոնք պարզապես հնարավորություն չունեն ստանալ դրանք իրականացնելու։ 21-րդ դարի հմտությունները, որոնք հասանել էին դառնում Թումո կենտրոնի շնորհիվ, վաղվա կիրթ մասնագետի գրավականն է։ Այդ առումով է կարևորում Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված կենտրոնի գործունեությունը, որն Արցախում պահանջված է ու ընդլայնվելու կարիք ունի։